Իրանը վաղուց գիտեր, որ այս հարցը սենց ալինելու, չէ, հիմա բոլորին թվում է, թե այդ հարցը վերջացել է, բայց չէ, ես չեմ տեսնում, որ ըստ հայտարարությունների 3000 հրթիռ ունեին, մենք կադրերով տեսնում ենք, որ մոտ 7-8 բան, հրթիռային կայան, կենտրոն, դիվիզիոն, դրանք ոչնչացված են, ընդունենք, բայց դա ինչ-որ առաջի հերթի հրթիռներն են, մնացածները կան, ուր են կգան, կաշխատեն, չեն աշխատի, ինչ ա լինելու, ոնց ա լինելու, պետք չի մոռանալ, որ Իսրայելը աշխատում է F-35-երով, որոնք առանձնապես աչքի չեն ընկնում հեռավորությամբ, բանով էլի, շարավով օգտագործման, և F-16-ներով, F-15-երը ոնց որ թե հայտարարվում է, որ օգտագործվում, բայց չենք տեսնում օդում, բան չեն կարել, հիմա չգիտեմ, եթե ԱՄՆ-ն չտրամադրի այդ օդային լիցքավորիչը, օդային տանկերները, Իսրայելը սրանից խորը չի կարողանա խփի։ Եթե Իսրայելը սրանից խորը չի խփում, չեմ պատկերացնում, ոնց է ինքը ուզում ամբողջությամբ վերացնի Իրանի պոտենցիալը։ Ուղղակի չեմ պատկերացնում։ Ամենակարևոր դասը այս սրանից։ Ուկրաինական պատերազմից մեր բանակը ոչ մի դաս չէր քաղել, ցավոք սրտի, պատերազմը մինչև հիմա գնում է, բայց մեր բանակը դրանից օգտվում է, այս չի օգտվում, ես շատ հույսով եմ, որ այսօր Պապիկյանի սեղանին կդրվեն մոտ 300-ից 400 հրաման, երեկոյան կստորագրվեն և վաղ առավոտյան վաստակավոր թոշակի շնորհակալությունով կողարկվեն Ֆրունզեի ակադեմիայի և ռուսական զենքի հզորությանը հավատացող բոլոր սպաները, որոնք պաշտպանության նախարարություն են, բոլոր նրանք, ովքեր պահանջում են, որ Հայաստանի համար գնվող զենքը աշխատի -30-ից +40, այդ բոլոր մամրակալած, չեն վախենա այդ խոսքից, իմբիցի սպայական անձնակազմը պետքա վռնդվի պաշտպանության նախարարությունից, որտեղ մենք հենց հիմա տեսանք, ոնց է երկիր, որը պատերազմին մոտենում է յուրովի, նորովի և առանձին ռազմավարությամբ, սատկացնում սովետական զենքին հավատացող ռուսական մոդելով բանակ կառուցած, այդ ամբողջ գեներալիտետը զավիս լուգուլետ ստանալով են, որ կարելի է միտե պատի տակ նստել կարևորաբան չլինի, 3-4 տարին մեկ մի հատ աստղ ավելանում է, մեծանում են աստղերը բան, կարաս ոչ մի բան չանես, Վաշտի հրամանատարից դառնաս գեներալ գնդապետ, մի հատ տենց ունենք պարլամենտում, որ բաներ, պահածոյի դատարկ բանը տարաներ էր կախում դիրքերի վրա, փոխանակաթսը առներ, այս ամբողջ կազմը բանակի, որը Ֆրունզեի ակադեմիա, որը անգլերեն կարդալ չգիտի, ոչինչ, կմնանք ինչ-որ ժամանակ առանց մարդկանց, ովքեր ուղղակի ինչ-որ անիմաստ հրամաններ են տալ, ոչ մի բանից չեն հասկանում, դուք հասկանում եք, գեներալիտետի, Իրանի գեներալիտետի մի մասին վերացրել են տանը, տներում, այո, դա է հենց, հա, ու ասենք երեկվանից ընդեղ տագնապ է, դա սովետական դպրոցին շատ նման է, որ տագնապը իմ համար չի, զանգը ուսուցիչի համար է, ես պետք է լավ ապրեմ, ես պետք է բան սենց նայում ես, ոնց, ժողովուրդ, թարգեք այդ Իսրայել-Իրան հարաբերությունները բերել Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա, ես չգիտեմ որտեղից է դա առաջացել, ով է ձեզ դա ասել, ամբողջ սեգմենտը կարան հավաքվեն, այո, ամբողջ սեգմենտը սոցցանցերի այդ են մարդիկ են, ովքեր սովետը բլելուց հետո նույն մարդկանց մոդելն է, ովքեր նայում էին Կաշպիրովսկի, ժողովուրդ, այն որ հասարակական կարծիքում ինչ որ միտք կա, դա չի նշանակում, որ դա ճշմարիտ է կամ դա պետք է քննարկել, մարդիկ հավատում են, որ ռետրոգրադ Մերկուրին կարա ազդի իրան ճնշման վրա, մարդիկ աստղագուշակների են լսում, մարդիկ բախտ են բացում ու կոֆե են նայում, ոց ցանցերում նստած ասում է, որ հեսա Ադրբեջանը կար, մեկը մյուսի հետ կապված չի, մի երկրի մյուս երկրի վրա հարձակվելը չի նշանակում, որ երրորդ երկիրը չորրորդ երկրի վրա կարա հարձակվի, գործոնները շատ են,
Կարա Ադրբեջանը հարձակվի, իհարկե կարա։ Կապ ունի Իրանը գոյություն ունի թե չէ, իհարկե ոչ։ Ես չգիտեմ ով էր լեգենդը ստեղծել, որ Իրանն էր այն ուժը, Իրանը, որ ես ինքը մեզ չէր արդ։ Չէ, դա այդպես չի։ Իրանը գործոններից մեկն էր, ընդամենը, գործոններից մեկը։ Սյունիքը պահել է ոչ թե Իրանը, Սյունիքը պահել է ԱՄՆ-ն և Ֆրանսիան, 21 թվականին։ Հիշեցնեմ ձեզ, որ 44-ի ժամանակ Իրանը առանձնապես մեզ չէր օժանդակում։ Պահում էր, ոնց էր դա կոչվում, բալանսավորված քաղաքականություններ վար։ Չի կարելի էլի, ասենք դա իմաստ չունի ուղղակի քննարկել։ Անպայման չի պատերազմը ձեզ անդրադառնա, որպեսզի ձեզ կպնի որպես պատերազմ փամփուշտ, որպեսզի ինքը ձեր հետագա զարգացման վրա ազդի։ Այսօրվա դրությամբ մենք ունենք մի իրավիճակ, երբ Իսրայելը գնացել է սուր կոնֆլիկտի, ամբողջությամբ անտեսելով համաշխարհային հանրության և այդ թվում վերնախավերի կարծիքը, այդ թվում Վատիկանում տրված խոստումները, Վատիկանի խոստումները, որոնք վերաբերում էին նրան, որ պատերազմ չի լինելու։ Ինքը խաղաղության բանակցությունների արանքում, 5-րդ և 6-րդ փուլի արանքում, որոշեց, որ պետք է հարվածի, կարա հարվածի, էլ եմ ասում, ցանկացած տեխնոլոգիապես զարգացած երկիր, տենց աշխուժ առիթ բանակով, որը 1.5 տարի բաց պատերազմի մեջ է, Գազան և Լիբանանը և Սիրիան, որ նայեք։ Ինքը իհարկե կարա մեծ բանակին, որը վերջի անգամ 88 թվականին է պատերազմի մեջ եղել, կարա նեղի, կարա ոչնչացնի այդ, ասենք չգիտեմ, երկրի ռազմական առաջի շարքի ռազմական պոտենցիալը։ Հոպա, հրթիռային զորքեր են, կազարմաներ են, նույնիսկ կարա տնտեսությունը վարի տա, բայց երկարաժամկետ տեսանկյունից հիմիկվա Իսրայելի Նետանյահուի արածը ամբողջությամբ կախված է մեկ հոգու, որը իր երկրում իմպիչմենտի առաջ է կանգնած։ Խոսքը Տրամփի մասին է։ Այսինքն Տրամփի ուշադրությունը, որ շեղվեց, Իսրայելը կջնջեն, որովհետև Իսրայելը պաշտոնապես ասաց, ես առաջի բանով, ալիքով, սպանել եմ գիտնականներին։ Ինչին ի պատասխան, այ ինչն է էական, հա, շատ մարդիկ ասցին հոպ, ուրեմն ձեզ համար գիտնական սպանելը օքեյ է, լավ, երբ որ այդ հայտարարությունը եղավ, դրանից անմիջապես հետո եկավ Իսրայելի կառավարության համապատասխան ստորաբաժանման հրահանգը հրեաներին, Տելեգրամից դրել եմ, ամբողջ աշխարհի հրեաներին, որևէ կերպ փողոցում կամ դուրսը զանգվածային հավաքված վայրերում ցույց չտալ, որ դուք հրեա եք, ոչ մի կերպ չմասնակցել ոչ մի հրեական բանի, այդ թվում սինագոգներ, արտաքին ոչ մի ցուցիչ ձեր վրա, ձեր ընտանիքի անդամների, ձեր տների վրա, այսինքն, որպեսզի Նետանյահուն պահպանի իր իշխանությունը, ամբողջ աշխարհի հրեաներին առաջարկվել է հրաժարվել իրանց էությունից, հասկանում եք, հրաժարվել, սինագոգ չգնալ, ցույց չտալ, որ դու հրեա ես, հրեական դրոշ բան չանել, չգիտեմ, հավանագիլա չերգել, հասկանում եք ինչի մասին է խոսքը։ Խոսքը նրա մասին է, որ մի տականք պետք է աթոռ պահի։ Այս պատերազմը նրա մասին է, որ մի ստվար զանգված տականքներ որոշել են, որ իրանք պետք է մնան իշխանության, որպեսզի չդատվեն։ Սա մի պահ վերջանալու է այս պատերազմը։ Ընդունենք Իրանի ամբողջ պոտենցիալը, որը իրանց այդքան անհանգստացնում է, միջուկային բանը վերացվեց։ Ամեն ինչը վերացրեցին։ Լավ, օքեյ, ինչքան է քաշելու դա։ Ես ձեզ ասեմ, Իրան-արաբական այդ բանը կոնֆլիկտը 5-8-րդ դարում մինչև 1890-ականներ ով որտե բռնում մորթում էր այն 8-րդ դարի պատմության համար այդ երբ որ իրանք կիսվել են շիա սունի են մնաց հասկանում եք
Եթե ինչ-որ մի 3 հիմարի Թել Ավիվում կամ Երուսաղեմում թվում է, որ այս կլվացվի կանցնի, չէ։ Այն, ինչ իրանք այսօր արեցին, կբերի Իրանի Իսլամական Հանրապետության ընդունենք թուլացմանը եւ ոչնչացմանը։ Ամբողջ տարածաշրջանի համար Իսրայելը դարձավ գրող ու ցավ, որ նայեք Օմանը, Սաուդյան Արաբիան, լիքը այլ երկրներ, Թուրքիան, Չինաստանը, բոլորը հայտարարեցին, բայց հայտարարությունները նեգատիվ են, բայց հայտարարությունների մեջ նեգատիվը որն է, ոչ թե այն, որ ինքը հարվածել է, ինչը նորմալ է, պատերազմական վիճակը հարվածել եմ, լավ եմ արել, բայց ինքը հարվածել է խաղաղ բանակցությունների ընթացքում։ Այսինքն երկու կողմը նստած էին, պայմանավորվում էին եւ մեծ հաշվով Իրանը համաձայն էր, որ ինքը միջուկային զենք չի անելու։ Այսինքն նենց չէր, որ Իրանը երկու ոտ մի կոշիկ ասմեր չեն։ Խոսքը դրա մասին չի, խոսքը դրա մասին է, որ Իսրայելը ոչնչացնում էր ոչ թե միջուկային զենքի պոտենցիալը, որովհետև բոլորի համար պարզ է, որ Իրանը նույնիսկ միջուկային զենք ունենալով երբեք Երուսաղեմին չէր խփի, որովհետև դա իսլամական սրբություն է։ Իսկ եթե դու Երուսաղեմին չես խփում, Իսրայելին խփել իմաստ չունի, իր մայրաքաղաքն է։ Վերջ։ Այսինքն այդ լեգենդա, այդ ուրիշ բանի մասին է։ Դա նրա մասին է, որ տարածաշրջանում մինչև 79 թիվը Ամերիկայի Միացյալ Նահանգների ամենամտերիմ եւ ամենահարազատ դաշնակիցը դա շախական Իրանն էր։ Եվ Իսրայելին պետք էր, որպեսզի Իրանը այնպիսի ոչնչացված տեսքով լինի, որ էլ երբեք կամ ինչ-որ ժամանակ Ամերիկան չթեքվի։ Ինչու, որովհետև այդ պարագայում ինքը հետաքրքիր չի։ Որտեւ ինքը միջերկրական ծովի, արևելյան ափի, հարավում փուճուրիկ երկիր է, որը բոլոր հարևանների հետ ունի էգզիստենցիալ խնդիր։ Ինքը ունի խնդիր Գազայում, ինքը ունի խնդիր արևմտյան ափում, այսինքն Պաղեստինում, ինքը ունի խնդիր Սիրիայում իրան չեն սիրում, ինքը ունի Լիբանանում իրան չեն սիրում, Եգիպտոսում, Սաուդյան Արաբիայում իրան ոչ մեկ չի սիրում, ինքը օտար է։ Այտենց է ստացվել, այդ մարդիկ իհարկե բան են, իրանց ոնց ասեմ, երկու պետության սկզբունքով ստեղծված պետություն է, որ պետք է լիներ մի հատ Իսրայել, մի հատ Պաղեստին։ Իրանք տենց կարողացել են Պաղեստինի զավթեն, մնացածը եւ այլն իրանք են։ Իրանք տենց ասում, որ այս մեր հողն է, պատմականորեն չգիտեմ, ամեն դեպքում։ Իրանց վերնախավը ամբողջությամբ Լիտվայից, Լեհաստանից եւ Բելարուսից է այնտեղ հայտնվել, բայց էլի իրանց հողն, հարց չկա։ Ուղղակի երբ որ քո հողն է, դու այդ հողի վրա ուրիշ բաներին, կողքի հարևաններին, պատկերացրեք այգի ունեք։ Ինչ եք անում, բերում եք կողքի հարևան երեխուն եք մորթում, հարևան այգին ծառերն եք կտրում, որն է ձեր տրամաբանությունը։ Ոնց եք պատրաստում եք կենդանի մնա։ Այն պարագայում, որ դուք ընդամենը 4 միլիոն եք, իսկ կողների հարևանները 150։